Երևանում երեկան չափահաս վիճաբանել ապա ծեծի են ենթարկել 16-ամյա տղային, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, ժամը 22:30-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով պոլիտրավմա ախտորոշմամբ շտապօգնության խումբը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի անչափահասի։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա Գ.Օ.-ն է։ Շամշյանքոմի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ դեկտեմբերի 18-ին ժամը 21:00-ի սահմաններում Նազարբեկյան թաղամասում Երևանի բնակիչներ 16-ամյա Է.Յ.-ն, 15-ամյա Լ.Ան, 15-ամյա Խ.Ս.-ն եւ Գ.Օ.-ն անձնական հարցերի շուրջ վիճաբանել են։ Այդ ընթացքում Է.Յ.-ն, Լ.Ան եւ Խ.Ս.-ն հարվածներ են հասցրել Գ.Օ.-ի մարմնի տարբեր մասերին, պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական կոմիտեին։ Դեկտեմբերի 19-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գիշերը գողացել են Նարդոսի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր Սուզուկի մեքենայի հաշվառման համարանիշը եւ թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 22-ամյա երիտասարդը։ Պարզվել է նաեւ, որ նա գողոնը փոխանցել էր 21-ամյա մեկ այլ երիտասարդի, որն էլ այն թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդները ներկայացել են բաժին։ Նույն օրը ներքին գործերի նախարարության ոստիկանությունում հաղորդում է ստացվել նաև մեկ այլ քաղաքացուց գողացել էին Նարդոսի շենքերից մեկի բակում կայանված Kia Magnish-ի մեքենայի հաշվառման համարանիշը եւ թողել տելեգրամյան ալիքին նույն հասցեն։ Համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ այս հանցագործությունը եւս կատարել է 22-ամյա երիտասարդը։ Այս դեպքում նույնպես գողոնը 21-ամյա երիտասարդը թաքցրել էր Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում։ Դեկտեմբերի 24-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Կաթնռատ գյուղի սկզբնամասում BMW Magnish-ի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվել է ավտոմեքենայի սեփականատիրոջ վարորդի մահացածի եւ վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով մահացածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արեն Ս.-ն էր։ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները, Երևանի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները եւ ոստիկանության գվարդիայի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության շրջանակում դեկտեմբերի 23-ին ժամը 21:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալել եւ Opel Magnish-ի մեքենայով հանդերձ Շենգավիթի բաժին են տեղափոխել 39-ամյա վարորդին եւ օտարերկրյա քաղաքացի 3 ուղևորներին։ Անձնական խոզարկությամբ 34-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 41.35 գրամ կանաչ գույնի մանրացրած խոնավ զանգվածով փաթեթ, իսկ 27-ամյա ուղևորի մոտ ընդհանուր 16.83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ։ Երևանի բնակիչ վարորդը եւ օտարերկրացի ուղևորները ներկայացվել են նախաքննական մարմին։